Իրականացան պետականացվելու է, այսինքն ըստ այդմ էլ ղեկավար կազմը փոխելու աշխատանքները նմանեն, այսինքն պետականացվել են, հրատան ցեմենտը պետականացվել են։ Չեն աշխատացել, մարդիկ 4-500 մարդ մնացել են առանց աշխատանքի, ով է խանգարում իրենց աշխատացնեն հրազդան ցեմենտ։ Պարոն Կարապետյան, ինքնաբացարկի մասով մի վարքյան էլի, ես ինքնաբացարկի Պարոն Կարապետյան, տեսեք, դուք նախկինում եք 2021-ի դրություններից հետո լրացումը խոստանում եք իշխանապողության հարցահանգության խորհրդարանում փողոցային պայքար սկսեցին, իմպիչմենտի գործընթաց տապալվեց։ Հիմա ըստ ձեզ այս խորհրդարանը դիմադիր ուժերի պլանները ինչով են տարբերվում նախորդից։ Դուք ինչ կանխատեսումներ ունեք, դուք հաջողվելու եք ձեզ իշխանապողության հարցահանգուցալուծել խորհրդարանում, ինչ կանխատեսում եք։ Հիմա օրորի, ես ասել եմ, օրորի ավելի է ծախողվել։ Դրա համար ես նախորդ անգամ ասեցի, լինելու է տրիգեր, որը ընդդիմությունը օգտագործելու է։ Պարոն Կարապետյան, Արդեն հավաքական։ Պարզա ես չունեմ, բայց ես տեսնում եմ, քայլերը տեսնում եմ, իրենք կորցրել են իրականությունը։ Չկա արդեն, իրենք չեն հասկանում ինչ են անում, իրենք շարունակում են ստերով կերակրել մեր ժողովրդին, բայց դրան վերջ կա։ Բայց մեկուսացնում են ընդդիմության առաջնորդներին, օրինակ Ծառուկյանի տեսանք ինչ արեցին, համաշխարհային խայտառակություն էր դա։ Փաշինյանը նույնիսկ ինքը իրեն գերազանցեց դրանով, այսինքն ինչ արեց, ամբողջ աշխարհը։ Փաշինյանը գործում է ակտիվ, մեկուսացնում է ընդդիմության լիդերներին։ Շատ ակտիվ գործելով շատ սխալներ են թույլ տալիս։ Մենք սպասում ենք, այդ սխալները կլինեն ճակատագրական եւ այդ օրը ընդդիմությունը իր խոսքը կասի, Ծառուկյանը նույնպես։ Գուցե դա Հայաստանի համար կդառնա ճակատագրական մտահոգություն ունեք, որ մենք կկանգնեցնենք, դա լինելու է Հայաստանի համար, բայց մենք դա կանգնեցնելու ենք։ Պարոն Կարապետյան,